Մոսկվայում միջմշակութային կապերի թիվ 1650 միջնակարգ դպրոցը, որը հայտնի է նաև որպես հայկական դպրոց, հնարավոր է մինչև տարեվերջ դադարեցնի իր գործունեությունը։ Դպրոցի այլևս նախկին տնօրենն ու հայցանողները մի քանի ամիս է, ինչ պայքարում են դպրոցը փակելու որոշման դեմ։ Այն Մոսկվայի քաղաքապետարանի կրթության վարչությունն ընդունել է երեխաների թվաքանակի քիչ լինելու եւ ֆինանսավորման սղության պատճառով։ Իրականում ով եւ ինչու են ուզում դադարեցնել իր տեսակի մեջ յուրօրինակ ու ինքնատիպ դպրոցի գոյությունը։ Ինչու են այս խնդրի շուրջ ոտքի կանգնել հայկական համայնքի ներկայացուցիչները։ Մեր պահանջը այն է, որ մեր դպրոցը ձեռ չտան, մեզ թողեն մեր սաստավով ոնց կան, եթե չեն ուզում իրանք այս շենքը իրանց պետք է, որովհետև Կրեմլի կողքն այս չգիտեմ ստե ինչ խնդիր է, թող մեզ շենք հատկացնեն, մենք մեր սաստավով գնանք այնտեղ։ Մենք մեր հոգին, մենք մեր այս ստержինի ուզում ենք պահենք։ Մենք պահանջում ենք, որպեսզի մեր գոնե հայկական կառավարությունը, որտեղ այստեղ դիմել ենք բոլորին արդեն, եւ հայկական Սայյուզ Արմյան, եւ Պասոստվային, եւ Եզրասրբազանին, այո։ Բոլորին դիմել ենք, ոչ մեկ չի կարողանում մեզ օգնել։ Դպրոցի այդ հարցը, այսինքն փակման հարցը, սկսվեց մի քանի տարի առաջ։ Ինձ առաջարկեցին այն ժամանակ, որ միանանք մի ուրիշ դպրոցի հետ, եւ ես ասացի, որ սա ասացի, այս դպրոցը իր յուրօրինակ դպրոց է, աշխարհի մասշտաբով մտնում է 10 յուրօրինակ դպրոցների մեջ, դա փաստորեն երկրի պարծանքն է, եթե այդպես իհարկե ինքնագոհացանք չանենք, բայց իրոք այդպես է։ Ոնց կարելի է այսպիսի դպրոցը միացնել ինչ-որ դպրոցների հետ, որոնք որ շարքային դպրոցներ են։ Անշուշտ միաձուլումից հետո դպրոցը կարող է կորցնել իր սեփական բացառիկությունը, բազմամշակութային բաղկացուցիչը, որի մեծ մասը հայկական է, հայկական մթնոլորտ, հայկական դեմք ու դիմագիծ։ Այստեղ տարբեր ազգերի երեխաները սովորում են իրենց ազգային լեզուն, մշակույթը, պատմությունը։ Հայ երեխաների քանակը կազմում է աշակերտների 80%-ը, որոնց հետ ու նրանց կողքին նաև հայերեն լեզուն, պատմությունն ու մշակույթը ֆակուլտատիվ եղանակով ուսումնասիրում են նաև 30 ազգերի ներկայացուցիչներ։ Պետական կարգավիճակով ռուսական դպրոցում հայկական մշակութային միջոցառումները բարի, երգի, թատրոնի տեսքով այլևս ուսուցման process-ի բաղադրիչ մասն են կազմում։ Սա նշանակում է, որ դպրոցը կարող է դառնալ ամբողջովին հայկական, մանավանդ որ արդեն քննարկվում է նաև հայկական մշակութային կենտրոն ստեղծելու հարցը։ Ամենակարևոր հարցերից մեկը, եւ ասենք մեր հայության բախտը բերել է, որ այդպիսի դպրոց իրոք անկախ որևէ մեկի, ասենք մենք ստեղծեցինք, եւ այստեղ նոր բան չպետք է արվեր, միայն պահպանել եղածը եւ դպրոցը կարող է զարգանալ դեպի, ասենք, հայկական մշակույթը։ Իմ երախումին տալից հետո այստեղ փոխվեց, որը իմացավ ինչա գենոցիդ, որը իմացավ ինչա երկրաշարժ։ Սա մի փոքրիկ օազիս է Հայաստանի համար, որ երեխաները սովորում են թե մեր կուլտուրան հայկական Ռուսաստանում, թե մեր լեզուն, երեխաները չեն հասկանում եք, երեխաները իրանք արդեն իրար մեջ խոսելուց այդ հայերենը չեն морանում. В отношении я не знаю, где можно еще найти такое вот отношение к детям, к родителям, и поэтому это очень многого стоит. А сейчас что происходит? Ни за какие деньги, так как мы были в частной школе, можно сказать, что ни за какие деньги не купишь такое отношение. Хотелось бы, если все-таки армянская диаспора сохранила бы эту школу. Դպրոցը պահպանելու խնդրով դպրոցի տնօրեն ու դպրոցի կառավարման խորհուրդը դիմել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը, համայնքային տարբեր կառույցներին, գործիչներին, Հայաստանի կրթության նախարարությանը։ Սոցիալական ցանցերում եւ մամուլում սկսվել է թեմայի շուրջ բուռն քննարկումներ։ Հայաստանի կրթության նախարարությունն առաջարկում է ռուսական կողմին 16-50 դպրոցը դարձնել բազային, համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը եւս հանդիպում քննարկում է կազմակերպել Մոսկվայի կրթության վարչության պետական մարմինների հետ։ Կարծես թե համաձայնություն է ձեռք բերվել ընդամենը դասերը երկարաձգել մինչև ուսումնական տարվա ավարտը։ Սակայն ռուսական կողմի որոշումն անբեկանելի է։ Թվում է, թե դպրոցը փակելու փաստարկները հիմնավորված են։ Ինչու հայաշատ Մոսկվայում հայերեն լեզուն սովորելու, հայկական միջավայրում երեխային դասիրակելու ցանկություն ունեցողների թիվը այդքան քիչ է։ 400 երեխայի համար նախատեսված դպրոցում այսօր սովորում է ընդամենը 160-ը։ Ինչ է սա, անտարբերություն թե անկարողություն, եւ ինչպես կարելի է փրկել այս փոքրիկ հայկական կրթօջախը։ Սա արդեն Հայաստան պետության եւ Ռուսաստանի հայկական համայնքի համախմբան խնդիրն է։ Ես գտնում եմ, որ եթե լիներ մի ասենք իրոք մեկը, որը որ բավականին լուրջ մոտենար հարցին, ես նկատի ունեմ մեր հայության, պահել դպրոցը,
բացի դպրոցը պահել ամբողջ մեծ տարածքի մեջ եւ քաղաքի ամենակենտրոնում գտնվող դպրոցը, որը մի փլատակներ էր, որ ես կարողացա մեծ ջանքերով կանգնեցնել այդ կան տարիներ, 30 տարի մոտ պահել այդ դպրոցը եւ հիմա որ ոչ ոք չկարողացավ, ես գտնում եմ դա մի քիչ ավելի անտարբերության հարց կամ անճարակության կամ անտարբերության չեմ կարող ասել ինչը նպաստեց, որ դպրոցը փաստորեն վերցրեցին։ Դա նշանակում է վերցրեցին, իրենց ձեռք էր տալիս, որ ոչ ոք ոչինչ չաներ։ Առկայիս խնդրին վերաբերմունքը մեծամասամբ անորոշ է, խնդրի շուրջ ցակած բանակցություններն իրենց հետևից քարշ են տալիս բյուրոկրատիայի ողջ շղթան, դաշնային չինովնիկների գործելավոճը, փաստերի տարատեսակ մեկնաբանությունները, Ռուսաստանում հայեցի կրթություն ստանալու այս հնարավորությունը կարծես թե կանգնեցրել է անհնարինության առաջ, որովհետև կա ավելի վեհ նպատակ՝ Կրեմլից ընդամենը մի քանի 100 մետր հեռավորությամբ գտնվող թանկ արժեցող կտորու շենք։ Շատ գրավիչ շենքեր են, տեղը գիտեք, որ քաղաքի ամենակենտրոնը չես կարող ասել, ամեն ինչ մտածում ես արդեն, ինչ նպատակներ է հետապնդում, ինչու է դա արվում, ես պատասխանը չեմ կարող ասել, որտեղ պատասխանը միայն կարող են, ասենք, կերևա մի 2 ամիս հետո։ Իսկ նպատակն արդարացնում է միջոցները։ Հունվարի արձակուրդներից հետո երեխաները նստել են կուրտկաներով դասին, մտածված չեն տաքացնում։ Ինչու՞։ Որովհետև մտածում են, որ եթե իրենք չեն տաքացնում, մենք մեր երեխաներին կվերցնենք եւ կտանենք։ Ոչ, մենք շուբաներով էլ կնստենք, բայց մեր երեխաներին այս դպրոցից չեն կտանի, որովհետև սա մեր դպրոցն է, իրանք իրավունք չունեն մեզ հանել այստեղից։ Սա հայկական դպրոց է եւ հայկական երեխաների համար նախատեսված։ Ее задача сейчас эту школу потихонечку на нет свести и сделать так, чтобы люди по возможности сами приняли решение. Վաստակաշատ մանկավարժ Օֆելիա Արաքելյանի նախաձեռնությամբ երկրաշարժից տուժած հայ երեխաների ուսուցման process-ը կազմակերպելու նպատակով Մոսկվայում ստեղծված ազգային դպրոցը, որի հենքի վրա արդեն 1991 թվականին ձևավորվեց բազմամշակութային դպրոց պետական կարգավիճակով, շուրջ 30 տարի է, ինչ կողք կողքի տարբեր երկրների լեզուներ, պատմություն եւ մշակույթ է ուսուցանում 30 ազգերի երեխաներին, սակայն ի սկզբանե եւ մինչ օրս այս ինքնատիպ կրթօջախի հիմնական դերը եղել ու մնում է հայ երեխաներին մայրենին սովորեցնելու եւ հայեցի դաստիարակելու առաքելությունը։ Թվում է թե ինքնատիպ ու իրեն լավագույնս դրսևորած կրթօջախը չէր քանդվելու, այլև ընդհակառակը ժամանակի ընթացքում դառնալու էր հայկական մշակութային կենտրոն, սակայն հապճեպ ու չպատճառաբանված եւ գուցե նախապես ծանոթ թեթև չարված մոտեցումն այսօր լուրջ մտահոգվելու տեղեկ է տվել։ Կարևորը մեր երկիրը, որ պիտի ամեն կերպ աշխատեր։ Գիտեք, հետո ես գիտեմ, որ շատ կան իրոք, ասենք, անձեր, որոնք մեծ գործողություններ են կատարում, բայց նրանք պետք է հասկանան բոլոր դեպքերում, որ իրենց երևի պարտավորություն ասեմ, պարտավորություններից մեկն էլ է, որ ասենք կարող մտածեն երեխաների դաստիարակության, իսկ այդ դաստիարակությունը այս դպրոցն է, որը որ կրկնել չի կարելի, դա կա արդեն պետք էր պահպանել։ Мне хотелось, чтобы они учились в обстановке близкой к Армении, но чтобы начали позиционировать себя как армяне, изучали историю, язык, культуру Армении. Тот коллектив, который в нашей школе есть, сохранился, но чтобы школа продолжала существовать, даже если это будет не это здание, то в каком-то другом месте, чтобы традиции Офелии Вазгеновны продолжали жить. Սուսաննա Հովհաննիսյան, Արման Սիմոնյան, Մոսկվա, Երկիրն այսօր։